Ողջույն սիրելի հայրենակիցներ, եթերում Նեանտապանն է։ Եվ այժմ մենք զրուցելու ենք խորհրդատվական ընկերության ավագ գործընկեր պարոն Լևոն Խարոթյանի հետ, ում հետ մենք ինչպես միշտ քննարկում ենք Հայաստանի տնտեսությանը վերաբերող հարցեր։ Ողջունում եմ պարոն Խարոթյան։ Շատ շնորհակալ եմ, որ այսօր այստեղ եք, մեզ հետ եք։ Եվ քննարկելու ենք, ես մի քանի հարց եմ պատրաստել, սկսենք հետևյալ հարցից։ Դատական գործերը տևում են տարիներ, սրտնեղում է Փաշինյանը։ Ես առաջարկում եմ դիտարկել այս հարցը տնտեսական ոլորտին վերաբերող գործերի տեսանկյունից եւ հարցերս հետեւյալն են։ Եթե սրտնեղում է Փաշինյանը, ում մեղքով են այդ դատական գործերը տևում տարիներ եւ ինչին են վնասում կամ ում է ձեռնտու այդ իրավիճակը եւ ինչին է վնասում։ Նայեք, ձեռնատու վերջից սկսեմ, որ շահառու այդպեսին չկա, շահառուն մնում է դատավորը, որ իր աշխատավարձը ստանում է անկախ, ես ինչքան գիտեմ, իր վարվող գործերի քանակից, բայց իսկապես դատական համակարգը մոտ է կատվածահար լինելուն, քանի որ հասարակ դատական գործերը տևում են տարիներ, թե քրեական, թե քաղաքացիական, թե վարչական, ցանկացած գործերը տևում են շատ երկար ժամանակ։ Խնդիրը նա է, որ դատավորներն է բերեցին ինչ-որ թվեր այդ հանդիպման ժամանակ, ասացին ամեն դատավորի վրա տարեկան 300 հատ գործ է դրվում, որը իսկապես շատ է։ 300 գործը շատ է, բայց ոնց է դա ազդում տնտեսության վրա։ Բիզնես հարաբերություններում կան շատ վեճեր, որոնք պետք է լուծվեն դատական կարգով, քանի որ մենք ինչ-որ միջնորդ արբիտրաժներ չունենք, ոնց որ ասում այլ միավորումներ չկան, որոնք որ դա լուծում են եւ այլն, ցանկացած գործ գնում է դատարան։ Ոնց որ մնացել է դա մի մակարդակի վրա, գնում է դատարան, հետո բողոքարկվում է, հետո բողոքարկելուց հետո գնում է վճռաբեկացիան, տևում են երկար։ Այսինքն բիզնեսում ոնց է, դուք պայմանագիր եք կնքել ինչ-որ մի բան մատակարարում եք, ձեզ գումարը չեն տալիս։ Դուք ստիպված դիմում եք դատարան, ու դատարանը դատական գործը տևում է տարիներ, մի տարի, 2 տարի, 3 տարի, 5 տարի, դուք ձեր գործի դիմաց չեք կարող ձեր գումարը ստանալ, կրում եք վնասներ, այսինքն մյուս անգամ պայմանագիր կնքելուց դուք արդեն ստիպված եք լինում նախատեսել այլ պայմաններ, որոնք որ դատական համակարգի վրա արդեն հույս չեն դնում։ Այսինքն նախատեսում եք 100% կանխավճար ինձ կտաս, կամ այն մյուս կողմին ինչ-որ այլ գարանտիաներ ինձ բեր եւ այլն, այսինքն ասում ես, որ դատական համակարգի վրա ես հույս դնել չեմ կարող։ Ու դա շատ խիտ վատթարացնում է իրավիճակը բիզնես հարաբերություններում։ 100% կանխավճարի դեպքում աճում են գներ, աճում են վնասները երկու կողմերի, որովհետեւ գումարը դա չի պտտվում եւ ընկերությունները իրար չեն վստահում։ Եթե լիներ պարզ արագ գործող դատական համակարգ, մենք նույնիսկ եթե իրար չվստահենք, ես գիտեի, որ միշտ կարող ենք դիմել դատարան, մի 3, 4, 5, 6 ամսում ստանամ վճիռը եւ ստանամ իմ գումարը կամ չստանամ իմ գումարը, ստանամ տույժերը եւ այլն։ Իսկ հիմա դա տևում է տարիներ։ Պարոն Խալացյան, փակագծերում հարց։ Եթե դուք հարցնում եք, ասում եք ով է շահառուն, ով է ձեռնտու, արդյոք ձեռնտու չէ դա այն մարդուն, ով պարտք է, ով պետք է ձեզ վճարի, ասենք, թե եթե դուք դիմել եք դատարան եւ դուք սպասում եք ակնկալվող գումարը։ Տոկոսները կանգնած են, քանի դեռ դատական, չէ՞, տոկոս չի ավելանում։ Ամեն օրվա համար ես հետագայում ուշ վճարելու համար եթե շահեմ դատը, ես կուզեմ այդ տոկոսները, դրա հարցը չի։ Բայց պատկերացրեք, որ իմ կողմն են ինձ են դատի տվել։ Ինձ են դատի տվել։ Ես համարում եմ, որ ես ճիշտ եմ, մյուս կողմը համարում է ինքը ճիշտ է, ես համարում եմ, որ ես գումարը չպետք է տայի։ Ճիշտ եմ, որտեվ ապրանքը որակով չի, որակով մնում է ձեզ մոտ։ Չէ, բայց նայեք ոնց է, եթե ինձ մատակարարել են ապրանք, ես ասում եմ, այս ապրանքը վատն է, դրա համար գումարը չեմ տալի, ինքն ասում է, չէ, իմ ապրանքը լավն է, գումարը ստու, գնացել ենք դատարան։ Ես էլ եմ ճիշտ, ես շահառու այդտեղ չեմ, բայց ես որոշում չեմ կարող ակնկալել շուտ, դրա համար ես էլ միշտ գիտեմ, որ այդ գումարը կամ ես կպարտվեմ, կամ ես կշահեմ, այսինքն ես երկարաժամկետ պլանները միշտ այդ մտքում ունենալով այդ դատական գործը, ես դա հաշվի առնեմ այդ մտքում ունենալով այդ դատական գործը։ Հիմա դուք այստեղ դիտարկվեցիք որպես անհատ, իսկ հիմա տեսնենք ընդհանուր տնտեսության վրա դա ինչպես է անդրադառնում։ Ընդհանուր տնտեսության վրա անդրադառնում է, որ երկու կողմ, եթե չեն կարող իրար վստահել, վստահ լինել, որ իրանք կստանան դատական արագ վճիռ, իրանք ստիպված գնում են ոչ շուկայականին մոտիկ հարաբերությունների։
ոչ նորմալ գործարար միջավայրին բնորոշ հարաբերությունների 100% կանխավճար կտաս գնայինս բեր բանկից երաշխիք որ դու այդ գումարը կվճարես երաշխիք արժի փող ապրանքը անտեղի թանկանում է եւ այլն այսինքն այդ վարչական արգելքները որոնք որ դրվում են պարզապես թանկացնում են ապրանքը դժվարացնում են հարաբերությունները այսինքն թե հարաբերությունները լինեին պարզ արագ ու հասարակ գործարքները կլինեին ավելի էժան եթե վարչական արգելքները դատարանի տեսքով չլինեին ամեն ինչը կլիներ ավելի էժան ապրանքները կեժան եթե ես պետքա գնամ ստանամ բանկից երաշխիք ամեն ամիս վճարեմ տոկոս որպեսզի քեզ տամ 100% կանխավճար իհարկե ու տենց բաները բարդացնում են ոնց կարող է դա լավ ազդի տնտեսության վրա չի կարող ազդել մենք սկսեցինք նրանից որ այո հանդիպմանը սրտնեղեց դրա համար սրտնեղեց Փաշինյան այսպես բայց ինքը պետք է սրտնեղի թե շտկի ինքը կարող է շտկել եթե եղեցը արդեն լավ էր որ գոնե 7 տարի հետո մենք հասկացանք որ չէ ժողովուրդ դատական համակարգը չի աշխատում ոչ ինքը չսրտնեղեց որովհետև դա այնքան աղաղակող է արդեն որ իրեն են դիմում իրենից են սպասում երևի թե նա էլ սրտնեղում է ասում է դե այսպեսի վիճակ է սլակները ուղում է ու այլ ուղությամբ դրա համար հարցս առաջին դա էր ում մեղքով է ստեղծվել այդ իրավիճակը մեղք 3 մեղավոր կան բոլորն են մեղավոր եւ մեղավոր են քաղաքացիները քաղաքացիներին չեմ մեղադրի լավ եկեք դնենք մի կողմ կասեմ մեղավոր են վարչական մարմինները եւ մեղավոր են դատավորները Առաջ դատական համակարգը ոնց էր աշխատում բարդ գործերով իրանք տենց ասեմ լավ կոռումպացված էր եկեք չթաքցնենք դա մենք ունեցել ենք կոռուպցիա դատական համակարգում փաստա անցյալով եք խոսում դա շատ հուսադրող է ինձ համար ամենայն դեպս իսկապես անցյալով եք խոսում հա անցյալով եմ խոսում մենք ունեցել ենք ակնհայտ կոռուպցիա դատական համակարգում կամ ունեցել ենք զանգով դատական որոշումներ կատարելու համակարգ, որ իսկ այժմ քանի որ կոռուպցիան ոչ թե վերացել է, այլ դժվարացել է եւ դարել է ռիսկային դատական համակարգում, կոռուպցիան երբեք չի վերանում։ Պարզապես դարձել է ավելի ռիսկային։ Այսօր դատավորները հին նշանակված դատավորները նույն կերպ իրանք մտածում են ոնց աշխատանք, իրանք սովոր են, որ կամ պետքա լիներ այսպիսի լծակ որոշում կայացնելու կամ այսպիսի քանի որ մեր մոտ սովետական համակարգ է բյուզանդական մոդելն է մեր մոտ արդարացում քրեական գործերում չի նախատեսվում եթե դու ընկել ես արդեն քննչական մարմինների ձեռքը դու արդեն մեղավոր ես հարցը կլինի ոնց քեզ դա համար եմ ասում արդարացման դատավճիռների տոկոսը շատ փոքր է եթե համեմատենք ուրիշ երկրների հետ դատավորը չի արդարացնում դատավճիռ մեղադրող պատժիչ դատավճիռ կայացնելը չի կարող որտեղ ապացույցներ չունի դու քննչական մարմիններն է կարող այդքան ապացույց չեն տվել հիմա երկու կրակի արանքն է ընկել ոնց անել արդարացումը ցույց չի տալի սիստեման որով ինքը դաստիարակվել է մեղադրական չի կարող տալ որտեղ կարող է դա բողոքարկվի կամ 5 տի ներկայացնի դրա համար տարիներով ձգվում է դա մտածում եմ այդ մի օր փող վերցնեն եւ շատ դեպքեր ունեմ երբ որ 2-3 տարի տևել է դա փոխանցել են ուրիշ դատավորին նորից զրոյից ենք սկսել մի դատավորը վերջացրեց անցավ էս մյուսին ու տենց անverջ դա առաջինը երկրորդը վարչական մարմինները վարչական մարմինների խնդիրը որն է այսքան դատական գործերը որ վարչական մարմինները նենց են անում որ վարչական ակտերը բողոքարկում են դա վարչական մարմինների մեղքն է եթե իրանք այնպիսի հստակ ապացույցներով կամ հստակ գործերը չեն կարողանում ուղարկել դատարան որպեսզի դա արագ լուծում ստանա դա վարչական մարմնի գործն է բերեմ ձեզ օրինակ բերեմ ամենապարզը ճանապարհային ոստիկանության գրած ակտերի հետ կապված Facebook-ի խմբերում գրում են ինձ կանգնացրեցին ասեցին ամրագոտին չեր գցե տուգանք գրեցին 3000 թե 5000 դրամ ես գնում եմ դատարան ոչ մի նկարահանող սարք չկա իրա բառը իմ բառը ծնվեց մի հատ օթից դատական գործ 5000 դրամի որ այդ դատավորը կզբաղվի դրանով մի քանի ամիս Պարզ բան, եթե լիներ նորմալ համակարգ վարչական մարմինը կարողանար նկարեր դա եւ այնպիսի անհերքելի ապացույց ցույց տար այդ վարորդին, որ ասեր հեսա նկարվել ես, որ դու ամրագոտի չեր գցե, որ դու հեռախոսով ես խոսում ղեկին,
այդ վարչական ակտը, այդ վարորդը հաստատ չէր բողոքարկի։ Իսկ հիմա պարզապես դարել է, ինքը նեղացել է, այս ինչի պիտի ամրագոտի գցեմ, հենա ոչ մեկ չի գցում, ամրագոտին սուտի բան է, ինչի եք ինձ տուգանում, ես տուգանքի մատերիալ չեմ, կգնամ դատարան։ Եվ դատարանը անվերջ դրանով զբաղվում է կարևոր գործերը թողնելով մի կողմ։ Դա վարչական մարմնի խնդիրն է։ Վարչական մարմինները գրում են ահավոր շատ անհիմն ակտեր։ Դրա համար վարչական մարմինները ծնում են այնքան հիմքեր դատարան գնալու, իսկ դատարան գնալը այսօր դարել է շատ հեշտ, շատ էժան։ Դրա համար ամեն մեկը դիմում է դատարան մի քանի հազար դրամանոց գործի բանով։ Դա է խնդիրը, դա է վարչական։ Անկատար դրա համար Չէ, օրենքները չեն անկատար, օրենքը գրված է օրենքում, որ ամրագոտի պետքա գցել քշելու ժամանակ։ Եթե գրված է, ուրեմն պետք է նկարող սարք լինի, բայց ամբողջ մյուս կողմից է չեն նկարում, դա հասարակ մի հատ ադմինիստրատիվ տեխնիկական փոքրիկ օրինակ, փոքր, որը որ բոլորը գիտեն, եթե հիմա սկսեմ բարդ բաներ ասել, ես պարզն եմ վերցնում, որ բոլորը գիտեն։ Հեռախոսով էի խոսում, ասմայական ասեցին հեռախոսով էի խոսում, բայց ապացույց չունեն, գնալու եմ դատարան այդ 3000-ը բողոքարկեմ։ Վերջ։ Խոսքը դրա մասին է։ Մենք ամփոփել ես մեր առաջին թեման։ Հայցեր են ծնվում վարչական մարմինների թերացած լինելուց։ Վարչական մարմինները եթե պակասացնեն, այդպիսի ակտերի քանակը, որտեղ իրանք հիմք չունեն, բայց գրել են այդ ակտը, եւ բ նենց անհերքելի ապացույցների ֆունդամենտ ստեղծեն, որը որ մարդը, որը որ տեսնում է, ինքը 100% դա պարտվելու է, այդ դեպքում չի դիմի դատարան։ Եվ երրորդը, քանի որ մեզ մոտ հիմնականում դատարանները շատ քիչ են հատուցում հաղթող կողմի իրավաբանի ծախսերը ամբողջությամբ, դե մարդիկ մտածում են, դե հիմա ինչ խնդիր կա, 5000 դրամա կկրվեմ, կտամ, բան չկա, բայց պետությանը ոնց որ մի հատ թափ կտամ, ներվերը կուտեմ։ Խնդիր չկա, պետությանն էլ պետք է տենց բաներ անել ժամանակ առ ժամանակ, բայց ոչ այս դեպքերում, երբ որ մեր մոտ դատական համակարգը կատվածահար է լինում, որ ոչ քրեական դատավորները, ոչ քաղաքացիական մեծ գործերով, իսկապես դատարանին արժանի գործերով ժամանակ չեն ունենում զբաղվելու։ Լուծումը, եթե դուք եք վարչապետը, դուք բացի սրտնեղելուց երևի ինչ որ մի գործողություն կանեիք։ Ինչ որ քայլ ես սպասում էի, բայց ոնց հասկացա, խոսացին ու գնացին։ Քայլից գոնե մեկ քայլ, ահա։ Հասկանալ, ինքը էլ եմ ասում։ Ես որպես մաթեմատիկոս նայում եմ թվերին։ Ինձ պետքա գային ասեն, դատավորին բերում են տարեկան 300 գործ։ Ասել եմ, բերեք այդ 300 գործը տվեք ինձ։ Քանի հատնա դրանից ճանապարհային ոստիկանության ակտեր, քանի հատնա քրեական դատավորները կարող ուրիշներ, քանի հատա քաղաքացիական, քանի հատա 5000 դրամանոց, քանի հատա 500 միլիոն դրամանոց։ Նոր հասկանանք ինչն է, այդպես որ կտեսնեի, որ գործի բնույթից բնույթը կարևոր է, եթե ճանապարհային ոստիկանության ակտը մեծ մասնակազմում, որը տևում է ամիսներ, ուրեմն պետքա լուծում տալ, կանչել ճանապարհային ոստիկանության ղեկավարին կամ ներքին գործերի նախարարին, ասել ժողովուրդ, ինչի եք գրում ակտեր, որոնք դուք չեք կարողանում ապացուցել, որ այդ մարդը կասկածների մեջ գնում է դատարան։ Գրեք քիչ, բայց գրեք 100%-անոց։ Կամ այն ակտերը, որ գրում եք, այս մեր օրինակի վրա վերահսկող փոխեք օրենք, համակարգը կանչեր, ասել հենց այսօր փոխեք օրենք, եթե 300 գործից 250-ը դա ճանապարհային ոստիկանության ակտերն են, որտեղ որ գրված են մենակ ոստիկանի բառից, բարեկի բառերով ասած, ես տեսել եմ, որ դու ամրագոտի չես գցել, ուրեմն պետքա լուծում տալ դրան։ Այսինքն սա պարզապես խնդիր չի, որը անհնարին է լուծել եւ որից պետք է սրտնել, ամեն օրվա աշխատանք թվերի հետ, թվեր, 300 գործից ինչի է ձգվում։ Եվ մի քիչ մտահոգիչ է, որ այդպիսի պարզ խնդիրներ, անգամ այն դեպքերում, երբ որ պարզ լուծում կա, բարդի դեպքում, բարդ հարցերում ինչպես պետք է լուծվեր։ Հաջորդ հարցը, որը առաջինի շարունակությունը կարելի է համարել, վստահության հարցն ենք տեսնում պետական կառույցների նկատմամբ, արդյոք կարող ենք այսօր արձանագրել հետևյալը, որ այո, խորհրդային տարիներին կար կոռուպցիա, ինչպես Փաշինյանն է ասում, նախկինների ժամանակ ծաղկող կոռուպցիա, իսկ հիմա Փաշինյանը ասում է, ես հասցրել եմ նվազագույնի։ Եվ այսպես, արդյոք հանրությունը վստահում է պետական կառույցներին եւ արդյոք կոռուպցիան է միակ խնդրեմը, որը եթե դուք ասեք ոչ հարցեր կան, որտեղ չի վստահում, արդյոք միայն կոռուպցիան է, որտեղ հասարակությունը չի վստահում պետական կառույցներին, թե հասարակություն պետական կառույց փոխհարաբերություններում ինչ որ մի այսպես անդունդ կա, որը իրենց բաժանում է։ Անդունդ չի, դա պատ է։ Անկամ միշտ եղել է պատ։ Կա իշխանություն, կա հասարակություն։
Ոնց որ ամեն մեկը իր գործով է։ Ամեն մեկը իր նպատակներով, ամեն մեկը իր ֆունկցիաները ունի, մեկը մյուսից պաշտպանվում է։ Մեկը մյուսից պաշտպանվում է։ Խնդիրը ինչու՞մ եկեք վերադառնանք վստահությանը։ Վստահություն դեպի ինստիտուտներ։ Շատ էին խոսում դրա մասին վերջի տասնամյակում, տարբեր հետազոտություններ էին արել եւ Ռուսաստանի օրինակի վրա արել էին, որ եթե վստահությունը պետական ինստիտուտներին ու ընդհանրապես ինստիտուտներին վստահության մակարդակը լիներ այնպիսին, ինչպես սկանդինավյան երկրներում, երկարաժամկետ աճ կարող էր լինել 10% տարեկանի չափով, լրացուցիչ աճ, լրացուցիչ, Մենակ վստահության հաշվին։ Պետական ինստիտուտներին վստահություն մեր մոտ այսօր էլ չկա։ Պարզ ասեմ իմ օրինակով, շատ հիմնավորված կարող եմ ասել հենց իմ օրինակով։ 95, 96, 97 թվականներից ես արդեն հիշում եմ ամեն մի ոնց որ այդ քայլերը եւ այլն։ Թաղապետարանը կամ քաղաքապետարանը կամ նախարարությունը հայտարարում էր աճուրդ պետական հողատարածքի, հողի։ Ասում էր, որ չգիտեմ, Արաբկիր համայնքում այս հողակտորը 1000 մետրը վաճառում ենք, եկեք մասնակցեք աճուրդին, հայտարարություն էին տալի։ Հիմա նույնիսկ մտքովս չէր անցնում գնալ մասնակցել այդ աճուրդին, փողոցից մտնել ներս մասնակցել այդ աճուրդին։ Ինչու՞։ Որովհետև բոլորս է գիտենք, որ այդպիսի աճուրդները արվում են արդեն նախորոք հաղթող մարդ ունենալով։ Այսինքն այդ տիպի աճուրդները դնում էին, որպեսզի իրանք 10 միլիոն դրամանոց հողակտորը առնեին 500,000 դրամով։ Դա նորմալ էր։ Իրանք համարում էին դա նորմալ։ Ես ինչի եմ ասում, չէի մտքովս չէր ասում, դա այն վստահությունն էր թաղային եւ քաղաքային իշխանություններին, օրինակի համար։ Ոսե դա ձեր խնդիրն է, դուք չեք Հա, վստահում։ իմ խնդիրն է։ Ես չեմ վստահում, բայց նայեք դե խնդիրը ինչն է։ Ես չեմ խոսում կոռուպցիայի մասին։ Ես չեմ ասել, որ իրանք վերցրել են դա արել են կաշառքով։ Ես գիտեմ, որ դա տենց արվի, բայց հիմա ես դա չեմ պնդում։ Ես ուզում եմ ասեմ, որ այն վստահությունը, որ ես չեմ գնացել այդ աճուրդին եւ չեմ գնա հողատարածք, որի վրա, չգիտեմ, կկառուցեի շենք ու կվաճառեի կամ կցանեի ցորեն եւ կվաճառեի, ես չեմ գնացել այդ հողատարածքը հողակտորը առնելու։ Այսինքն ես չեմ վստահում իշխանությանը, որ ինքը կարող է դա մաքուր անել։ Իմ մտքով է նույնիսկ չի անցնում գնալ, դա տնտեսական, դա քաղաքական հարց չէ միայն, դա տնտեսական հարց է։ Ես որպես գործարար նույնիսկ չեմ մտնում հարաբերությունների հետ պետության հետ, որովհետեւ գիտեմ, որ պետությունը իմ գործընկերը չէ այդ հարցում։ Այսինքն վստահությունը շատ ցածր է այդտեղ։ Որտեղից է գալի տնտեսության վրա ազդելը։ Օրինակի համար, եթե 10 միլիոնանոց ազնիվ աճուրդ, կարող է այդ հողը վաճառվեր 10 միլիոն դրամով։ Ինքը վաճառվում է 1 միլիոն դրամով կամ 500,000 դրամով։ Դա վնաս է առաջինը պետությանը, պետական բյուջեին, որ էլի անցնում է տնտեսության վրա, գործարանների մի մաս զրկված են լինում արտադրության գործիքներից, որն է նաև հողակտորը, շենքը եւ այլն։ Այսինքն այդ վստահության պակասը ուղղակիորեն ազդում է տնտեսության վրա։ Մենք հիմա չենք խոսում նրա մասին, որ այնտեղ ոնց են այդ հարցերը լուծել, ոնց չեն թողել մարդիկ գան մասնակցեն եւ այլն։ Շատ դեպքեր կարող եմ պատմել, որ գալիս ես մասնակցելու աճուրդին, քեզ ինչ որ մեկը գալիս է ուսով խփում է, ասում է ինչ որ քաշքշուկ է լինում, ոստիկանը գալի, քեզ էլ է վերցնում տանում, այդ ուսով խփողին է, մինչև որ քեզ հետ են բերում, աճուրդը արդեն վերջացած է լինում։ Կամ այնտեղ քեզ չեն թողում մտնես շենք եւ այլն։ Դա մի կողմ դնենք։ Շատ դեպքերին 2000, 2010, 15 բոլոր թվերին է դա եղել են, այնքան դեպքեր ցանկացած մարդ կարող է այդպես դեպքերից պատմել։ Դրա համար այսօր մենք ունենք փոքր դասակարգ սեփականատերերի, որոնք ունեն այդ հողակտորները, որոնք առաջ առել են $1000, հիմա վաճառում են $1 միլիոն, ու խնդիրը նա է, որ դա չի խթանում մեր տնտեսական զարգացմանը։ Հենց դրա մասին է, եթե ես չունեմ վստահություն, ես պետության հետ ոչ մի գործարքի չեմ գնում։ Վստահությունը վերևից չի ընկնում, ճիշտ է, դա տարիների Էդ եմ ասում։ Ես չունեմ վստահություն։ Վստահությունը նվաճում են, ճիշտ եմ ասում։ Ես չեմ գնա մասնակցեմ աճուրդի, դա ամենապարզ դեպքն է։ Պետությունը, որպեսզի քաղաքացին վստահի, կամ ինչու չեն վստահում։ Երկարատև աշխատանք է դա։ Շատ երկարատև աշխատանք է։ Այս վերջին դեպքն էլ, որ մենք նույնիսկ տեսանք, Նոր-Նորքի թաղապետարանի ծեծկրտուկը, ել եմ ասում, նայենք դրան ոչ թե քաղաքական տեսակետից, այլ տնտեսական։
Լավ։ Եթե մեզ 7 տարի ասում էին, որ մեր մոտ ամեն ինչ փոխվել է, մեր մոտ ամեն ինչ լավ է, մեր մոտ տենց բաներ չկան, ու մեկ է մենք հանկարծ տեսնում ենք, որ մի հոգի եկել է մտել է թաղապետարան եւ պահանջում է բացատրություն, իրավունք ունի պահանջելու, իրավունք չունի պահանջելու բացատրություն ինչ որ մանկապարտեզի շենքի հետ կապված։ Չեմ էլ խորացել ինձ, դա չի հետաքրքրում, դա սեփականաշնորհել են, գողացել են, թաքցրել են, կարևոր չի։ Մարդը գալիս է թաղապետարան, պահանջում է բացատրություն։ Սա դրանք է անում, ինչ է անում, բայց մենք տեսնում ենք, որ թաղապետարանում իրան, չգիտեմ, 10 հոգով ծեծում են։ Ու եթե 10 հոգով մեկը կանգնած է ստեղ, 10 հոգին ընդեղ սովորաբար 10 հոգին մեկին ծեծում են, եթե ինքը Չակ Նորիսը չի։ Սովորաբար տենց է ստացվում։ 10 հոգով բոլորը թաղապետարանի աշխատողներ ծեծում են մի մարդու, ինքն է մեղավոր, թե նրանք են մեղավոր, էլի չեմ քննարկում, ու մնում են անպատիժ։ Մյուս անգամ ուրիշը չի գան, մտնի եւ հարց բարձրացնի։ Ես տեսնում եմ ինչ դեմքեր ունեին ծեծողները, թաղապետի դեմքն է տեսա, ինչ դա լիքը նոստալժի հիշողություններ տվեց, դեմքի արտահայտությունը հերիք էր։ Մյուս անգամ եթե ես տեսնեմ, որ նոր-նորքի թաղապետարանը վաճառում է ինչ որ մի հատ մանկապարտեզի շենք կամ հողատարած Գայի պողոտայի վրա, որը կարող է ինձ պետք է խանութ սարքելու համար, ես կմտածեմ, որ ես այնտեղ ավելի լավա չգնամ։ Ես այնտեղ չեմ գնա, որտեվ ինքը թաղապետարանում եղավ կոնկրետ հանցագործություն եւ մնաց անպատիժ։ Այսինքն վստահությունը պետական ինստիտուտին կանգնեցնում է իմ տնտեսական ակտիվությունը, հասկանում եք։ Իրար հետ կապված են, եթե ես չեմ վստահում թաղապետարանին, եթե ես չեմ վստահում թաղապետին, եթե ես չեմ վստահում քաղաքապետին, որը արդարացրեց դե ֆակտո թաղապետին, եթե ես չեմ ասում, որ մենք ունենք այդ աղմկոտ գործը մնաց անհետևանք, ուրեմն ես մտածում եմ, որ վստահության պակասը ես չեմ կարող լրացնել այլ կերպ։ Այսինքն ես պետք է ասեմ, մենք հասարակությունս մենք, դուք պետությունը դուք։ Մենք ոնց որ իրար միջև մրցակցության, եթե ոչ պատերազմի մեջ ենք։ Վտանգավոր ձևակերպում արեցիք, որը հարցի տեսքով ուզում էի տալ, փաստորեն դուք արդեն ձևակերպեցիք դա։ Պետական պաշտոնյան նույնականացվում է պետության հետ։ Հա, միանշանակ։ Եվ այդ անդունդը ես անվանեցի, դուք պատ անվանեցիք։ Անդունդը թե պատ է, մեծ բաժանող, ուրեմն պատ է, թող լինի պատ կա, եւ հասարակությունը պետությանը չի վստահում փաստորեն։ Պետական ինստիտուտներին, քանի որ իր պետությունը ինչ որ մի դա հատ ճիշտ է, դա ճիշտ չէ, որ նույնականացվում է, բայց նույնականացվում է։ Դուք չեք կարող, պետք է դրա վրա էլ աշխատել, որպեսզի մտածենք 15 տարի առաջ, չէ, ելի եմ ասում, տեղեր կա, որտեղ շատ է եղել բարեփոխումներ, ինչը ճիշտ է։ Մաքսայինում ինչ որ բարեփոխումներ եղել են, հարկայինում բարեփոխումներ եղել են։ Շատ գործ կա անելու, ճանապարհի 20 կամ 25%-ն անցած, ոչ ավել, բարեկների մոտ բարեփոխում եղել են, այն հաստավիզ են երևույթները չեն, որ կանգնացնում են, ասում են ինչի գլխակ չես դրե, արի փոխտու։ Այդ հաստավիզ երևույթը, որը 25 տարի տանջում էր բոլորին ու էլի մնում էր անպատիժ, Փառք Աստծո վերացել է։ Հիմա կան մարդիկ, որոնք վերացել է, վախ, եկեք դեպի վախը գնանք։ Դե չէ, որ մենք ճանապարհային ոստիկանից վախում էինք։ Հակառակը, ասում ենք, եթե ես խմած ինձ բռնի, ես ինչ որ գումարով բան կանեմ, դա հասարակ նորմալ կոռումպացված հարաբերություններ էր։ Հիմա ես մտածում եմ, որ չէ, չարժի խմել եւ քշել, որովհետեւ ես չեմ հանի այդ գումարը դնեմ իր գրպանը, դա խնդիր է։ Ինչու չեք հանի։ Որովհետեւ մտածում եմ, որ այդ հարաբերություններին այսօր տեղ չկա։ Իրանք են վախում։ Կամ մտածում եմ, որ տենց ճիշտ է։ Այսինքն վերադառնում ենք այն ամենաառաջին հարցի սկզբին, Փաշինյանը, որ ասում է նվազեցրել եմ կոռուպցիայի դեպքերը, դուք համարում եք, որ այո, որոշ ինչ որ ոլորտներում, որոշ դեպքերում չեմ ժխտել դա, նվազեցրած է։ Նվազեցրել է, պարզապես դա 7 տարվա 2 պատճառ կա այդտեղ, որից ես դժգոհ եմ։ Այն քայլերը, որոնք քանակ են քայլերի, որ արվել է, բնորոշ չէ 7 տարվա ժամկետին, ոնց որ հավասարազոր չէ 7 տարվա ժամկետին, եւ երկրորդը ավելի կարեւոր, դա չի արվել ռեֆորմների, ոնց որ ասում են, համակարգային ռեֆորմների շնորհիվ, որ վաղը Փաշինյանը չլինի, այդ ռեֆորմները շարունակվեն եւ այդ նույն կոռուպցիան չծնվի, նորից դուրս չգա։ Վերահսկողության եւ պատժի ճանապարհով է արվել։ Հա, անձնական վախի եւ այլն, հա, պակասացրել է, բայց խնդիրը նա է, որ
դա չի արվել համակարգային ռեֆորմների բանով, որպեսզի լինի դա ֆունդամենտալ եւ կայուն մնա երկարաժամկետ։ Որովհետեւ վաղը մի բան կփոխվի, ու կարող ենք ամեն ինչով հետ գանք։ Մի բան անձերի մակարդակով, հա երևի։ Անձերի ղեկավարի մակարդակով։ Հենց հիմա նայեք Վրաստանում ինչա կատարվում։ Մի օրում այսպես փոխվեցին մարդիկ։ Որովհետև համակարգը չէր ստեղծված։ Համակարգային ռեֆորմներ այն ժամանակ եկավ իրանց այն նախագահան, որը մի քիչ գլխից թույլ էր, բայց ուներ սկզբունքներ, ինքը որոշեց, այս կանեմ, կփակեմ, ինչ որ բաներ եղան։ Բայց հիմա եկան այս մարդիկ ու սկսեց այդ մարդկանց մեջ ծնվել էլի այն հինը, վերակենդանացվել էլի այն հինը։ Լավ, եթե Արատավորը, որը որ քանդում էր այդ պետությունը։ Դուք ասում եք այո համակարգով ավելի ամուր կլինի, բայց այս պահին գոնե արձանագրում եք, որ փոքրինչ գոնե նվազել է։ Այս նվազելու արդյունքը հաջորդ քայլն ենք նայում։ Այս նվազելը որևիցե դա պետք է արդյունավետությունը տեսնենք տնտեսության մեջ գոնե, ճիշտ է։ Մեր կյանքի որակի վրա տեսնենք։ Որն եք ուզում, որ բնակավարը ուզում եք նշեք, դուք ինքներդ ընտրեք, տեսնենք այդ նվազելը ինչի վրա է ազդել դրական։ Դրական ազդել է, որ ամենամեր մոտ կոռումպացված ինստիտուտը դա ես կարող եմ իմ փորձով կարող եմ ասել, որից որ շփվել եմ, դա մաքսային մարմիններն են։ Ամենակոռումպացված։ Այնտեղ ոչինչ հնարավոր չէր անել եւ ոչ մի ոնց որ ասում են իշխանություն չկար, որ իրանց կարող էր պարտադրել ինչ որ մի բան անել իրանց համակարգից դուրս։ Իրանք ունեին հստակ կանոններ, չգրված, որով որ շարժվում էին։ Եթե դու բերում էիր այսպիսի ապրանք, դու վճարեիր այս գինը, բերում էիր այսպիսի ապրանք, դու վճարեիր այս գինը, ու այդ ամեն ինչը համակարգված, շատ լավ համակարգ էր ստեղծված կոռուպցիոն, որը որ հնարավորություն չէր տալի խուսափել դրանից։ Պետական գնացուցակից բացի կար իհարկե ստվերային գնացուցակ, ամեն ինչը կար եւ այլն։ Հիմա դա քիչ թե շատ եկել է նորմ հատուկենտ մենք լսում ենք անընդհատ հատուկենտը մի քիչ իրար չբռնեց, բայց ամենայն դեպս ասեմ հատուկենտ չի, բայց ժամանակ առ ժամանակ լսում ենք դեպքերի մասին, որոնք որ ասում են, որ մաքսայինում եղավ այս խնդիրը, մաքսայինում եղավ այն խնդիրը, մաքսայինում եղավ այս խնդիրը, բայց ես էլի որպես մաթեմատիկոս կարող եմ ասել, որ դրանք այդ քանակը, այն քանակը չեն, որ ամբողջ բանի վրա ազդեն։ Մենք այսօր հնարավորություն ունենք մաքսայինում անել գործարքներ քիչ թե շատ նորմալ միջավայրում, փորձելով խուսափելով այդ գնացուցակներից, որոնք որ եղել են նախկինում։ Դա ինչ որ ձևով դե պարզ է որ պետք է ազդեր, բայց արդեն շոշափելի է, արդեն ինչ որ ձևով տեսնում ենք, ինչպես ենք տեսնում։ Եկեք օրինակ բիզնեսի մասով տեսնեմ, որտեղ անհատ մարդը մաքսայինի հետ շատ քիչ է շփվում, ասենք բիզնեսների մասով։ Շատ բիզնեսներ, որ առաջ 10-15 տարի առաջ չէին մտածի այս ապրանքի հետ կամ այս քանակի ներմուծումով զբաղվել, որովհետև այդ վստահության բացակայությունն էր։ Ինքը հələ չէր գնացել մաքսատուն, բայց գիտեր մաքսատոնում կա ղեկավար, որը որ ամբողջը տանում է դեպի կոռուպցիոն դաշտ եւ Իրան եւ դառնում է միլիարդատեր, այդ մարդկանց մոտ նույնիսկ չեն է փորձել մոտնել։ Այդ վախ, ես դա ձևակերպեցի որպես վախ։ Մոտեցել դրան, որպեսզի մաքսայինի հետ անել գործարք, այսօր անում են։ Այսօր ներմուծում են, այսօր արտահանում են, փորձում են դժվարություններով։ Մաքսայինում շատ բան չի փոխվում, որովհետև նույն մարդիկ են մնում այնտեղ։ Այդ մարդկանց մտածելակերպը նույնն է մնում, բայց այսօր կան այն արգելքները, որը թույլ են տալի այն փոքր գործարարներին մտնեն ոլորտ։ Ոնց որ ասում են վստահության աճը եղել է, որ ստե տվել է դրական արդյունք։ Իսկ մենք խոսում ենք վստահության պակասի մասին, նույն է թաղապետարանի օրինակով, որը որ այն ժամանակ պետք էր այդ աճուրդներինը կոտրել, բերել որպես պարզ օրինակ բերեցի, նույնիսկ մտքովս չէր անցնում։ Իսկ այսօր ես կարող եմ մտածեմ, տեսնեմ հողատարածք են վաճառում, ես գնամ այդ հողատարածքի աճուրդին մասնակցեմ, այս դեպքից հետո կմտածեմ, եթե նոր նորքն է ավելի լավ է չգնամ, հա։ Հաջորդ թեման գիտությանն է վերաբերում, հետաքրքիր նորություն ընթերցեմ, եթե մեր լսարանին տեղյակ չէ, համել կտեղեկանա, Եվրամիությունը 500 միլիոն եվրո է հատկացնում, որոշում է կայացրել աշխարհի տարբեր երկրներից գիտնականներ ներգրավելու համար։ Այս մասին Ուրսուլա ֆոն դեր Լայենը Փարիզի Սորբոնի համալսարանում
հայտարարեց, նա ասաց, որ սա արվում է Դոնալդ Թրամփի վարչակազմի հետ ունեցած այդ դժվարությունների ֆոնին, տեսեք ինչ են անում, նրանք ռիսկային քայլի են դիմում, ինչու ռիսկային, ես կխնդրեմ դուք բացատրեք, 500 միլիոն եվրո է հատկացնում ամբողջ աշխարհից գիտնականներ ներգրավելու համար։ Ինչ է անում Հայաստանը, նախ ինչու են այնտեղ անում, արդյոք դա ռիսկային եք համարում եւ արդյոք նման ռիսկերի դիմում է Հայաստանը, ինչպես է վարվում Հայաստանը իր գիտնականների եւ իր գիտության հետ։ Գիտական մասով Քանի որ ներողություն գիտությունը համարվում է, եթե ես սխալվում եմ, դուք ինձ կշտկեք իմ ասածը, տնտեսության հենարանը։ Ոչ այդքան տնտեսության հենարանը, որտեղ գիտությունը իրանով, իր կյանքով ապրող մի բան է, բայց ասենց ասեմ 500 միլիոն դոլարը Եվրոմիության համար այդքան է մեծ գումար չի, ես դա չէի համարի ռիսկային, պարզապես լավ պահ է եկել, որ շատ գիտնականներ ամբողջ աշխարհից արդեն դժվարություններ կունենան առաջինը, ինչ որ գիտական վիզաներ ստանալ աշխատանքի ԱՄՆ-ում, երկրորդը սկզբունքային չուզենան գնան Տրամպի Ամերիկայում աշխատեն։ Դրա համար Եվրոպան շատ խելոք քայլ է անում, Մակրոնն է հայտարարեց, որով որ չի ուզում այնտեղ աշխատի, բիզնեսները, գիտնականները, հետազոտական կենտրոնները հանգիստ կարող են գալ նույն Ֆրանսիայում հիմնել եւ աշխատել։ Դա շատ նորմալ, պրագմատիկ քայլ է։ Իրարից կադրեր են գողանում, այսպես ասած։ Լավ պայման են ստեղծում։ Լավ պայման են ստեղծում, որովհետեւ եվրոպական երկրները ստեղծել են պայմաններ, որպեսզի մարդիկ գնան այնտեղ ապրեն եւ աշխատեն։ Այնտեղ նես չի որ իրանք ստեղծում են պայմաններ, իրանք ստեղծում են այն պայմանները, որոնք որ հնարավորություն մարդիկ իմանան ոչ միայն նաև գումարային պայմաններ են ստեղծում, այլ ստեղծում են ցույց են տալի, որ իրենց համակարգը գրավիչ է, եկեք մեր մոտ աշխատեք։ Մեր մոտ օրենքի ուժ կա, մեր մոտ օրենքն է աշխատում, մեր մոտ ինստիտուտներն են աշխատում, մեր մոտ ինֆրաստրուկտուրան է աշխատում, ամեն ինչը մեր մոտ նորմալ է, իրանք արդեն ստեղծել են, գիտնականին մենակ աշխատավարձով չեն անում, Սաուդյան Արաբիայում կարող ավելի շատ աշխատավարձ տանեն գիտնականին, բայց մարդը չի գնա այնտեղ ապրի, կորոշի գնա ավելի հեշտ է ինքը Ֆրանսիայում կամ Իտալիայում կամ Գերմանիայում ինքը աշխատի։ Դա համար իրանք ստեղծում են պայմաններ, գումարը դա ընդհանրապես խթանիչ միջոց է, որը հաշվելի է, որը կարելի է հաշվել ու ասել, ասեք 500 միլիոն դոլար տրամադրել ենք, ընդեղից կբերենք այս գիտնականներին ու կստեղծենք, բայց իրանք մինչև այդ ունեն ստեղծած դա ընդհանրապես վերևի մասն է, 10%-ն է, 90% իրանք արդեն ստեղծված ունեն գրավիչ պայմաններ, որպեսզի մարդիկ գան այնտեղ աշխատեն։ Իսկ գիտությունը, այդ թվում նաև տնտեսական գիտությունը հիմնված մաթեմատիկայի վրա եւ ստատիստիկայի վրա տնտեսական գիտությունը ինքը իրանով շատ կարևոր է հետագա զարգացման պրոյեկցիաները մշակելու համար։ Մեզ մոտ ցավոք սրտի ոչ միայն գիտությունը, այլ նաև պարզ տրամաբանությունը չի օգտագործվում հետագա տնտեսական քայլերը մշակելու համար։ Նախ օրինակ բերեմ, դες գիտական հասարակ հաշվարկ անելու քայլերը մեր մոտ չեն կիրառվում, որպեսզի մենք ունենանք հստակ տնտեսական հեռանկար։ Մեր մոտ ասում են, եկեք որոշել ենք, այս քայլը անենք, չգիտեմ, 1 միլիարդ դրամ տրամադրենք այս գործին։ Ոնց որ կենաց է հնչում, 1 միլիարդը տալիս են, հետագայում ոչինչ չենք ստանում։ Դրա փոխարեն պիտի լիներ հետևյալը, որպեսզի դա լինի գիտական, գիտությունը ինչ է ասում, որ եթե դու անում ես ինչ որ, ոնց ասեմ, կարծիք ես հայտնում, որ եթե մենք դնենք 1 միլիարդ դրամ, այդտեղ կլինի ինչ-որ հետևանքները կլինեն այս ժամկետում, հաշվելի ժամկետից հետո եթե մենք ստացանք բացասական արդյունք, այդ բացասական արդյունքը պիտի վերլուծենք եւ հասկանանք որտեղ ենք մենք սխալ արել, որ մյուսը անենք ավելի ճիշտ։ Դա հասարակ լաբորատոր փորձերի օրենքն է։ Քիմիական, ֆիզիկական, որ մարդիկ անում են լաբորատոր փորձ, 100 հատից մեկն է ստացվում, բայց իրանք գիտեն, չէ, որ այսօր դրեցինք սա 100 գրամ ավելացրեցինք, չստացվեց։ Գրեցինք անպայման, որ 100 գրամով չստացվեց, ինչ, հետո 100 գրամը դրեցինք, եղանաբանը, ջերմաստիճանը փոխեցինք, գրեցինք եւ այլն, եւ վերջում ստացանք արդյունք։ Մեր մոտ տնտեսական որոշումները կայացում են, եկեք 1 միլիարդ դրամ տանք սրան, ասել են, որ լավ բան կլինի։ 1 միլիարդը տալիս ենք, ոչ մի բան չի լինում, փակում ենք, անցնում ենք առաջ։ Մյուս անգամ նույն սխալը էլի կկրկնենք եւ այլն։ Էլի վերադառնամ անցյալ անգամ էլ ես դրա մասին ասել, այդ անի ֆոնդի հետ կապված, որը եղավ մոտավորապես 20 միլիարդ դրամի վատնումների, ել չեմ ասում հանցագործությունների եւ կոռուպցիայի
Հետևանք 20 միլիարդ դրամ վատնվեց։ Որոշել էին, որ եթե մենք այսօր 4 միլիարդ դրամ տանք ինչ-որ ֆոնդի, որը կներդնի ընկերությունների մեջ, մեր մոտ կլինի ծաղկուն տնտեսություն։ Գիտությունը այդտեղ ռիսկերի հետ կապ չունի, այսինքն նա պետք է փողը տա, ֆինանսավորի եւ այո, 10-ից կարող է մեկը հաջողության հասնի։ 10-ից մեկը դուք ասում եք նախագծերի մասին, գիտությունը, գիտությունը նախագիծ չի, մենք եթե խոսում ենք ֆունդամենտալ գիտության մասին, ոչ թե կիրառական ինչ-որ տեսական պրոյեկտների մասին։ Դու տեսության մասին եք խոսում ուրեմն։ Ես խոսում եմ ֆունդամենտալ գիտության մասին, եթե մենք ներդրում ենք անում մաթեմատիկայի կամ ֆիզիկայի մեջ, մենք չենք կարող ասել 10-ից 1 կբերի եկամուտ, ոչ մեկն է չպետք է բերեն եկամուտ։ Տնտեսությունը այդ այն բանն է ներդրումն է, որը հնարավոր չի շոշափել եւ ստանալ, բայց առաջինը դա դաստիարակում է սերունդ, դա դաստիարակում է գրագետ սերունդ, երկրորդը դրանց հիման վրա այդ սերունդը կարողանում է ստեղծել արժեքներ, թե ֆինանսական, թե տնտեսական, թե բարոյական, մենք ստեղծում ենք միջավայր, մենք ստեղծում ենք ֆունդամենտ, մենք այդտեղ չենք կարող ասել մենք 500 միլիոն դոլար մենք ներդրել ենք գիտության մեջ, պիտի ստանանք 550 միլիոն դոլարի չափ վերադարձ։ Անցյալ անգամ ասացինք դա փոքր խանութպանի, մանր խանութպանի հոգեբանություն է, մենք դրա մասին չենք, մենք նախագծերի մասին չենք խոսում։ Ու Եվրոպան է համոզված են, որ չի խոսում նախագծերի մասին, առավել եւս դուք նշեցիք Սորբոնի համալսարանը, որտեղ որ չեն կատարվում ինչ-որ նախագծեր, այլ այնտեղ ֆունդամենտալ գիտություն է աճում եւ ապրում։ Մենք խոսում ենք, որ իրանք բերում են գիտնականների, ներդնում են 500 միլիոն դոլար ու հետագայում իրանք ինչ կստանան, դա հստակ հաշվելի չի եւ հնարավոր չի կպցնել հենց այդ 500 միլիոն դոլարին եւ դրսից եկած գիտնականներին։ Կարող է մի հատ գիտնական բերեն, շատ հանճարեղ, որը դաստիարակի իր ուսանողներին, ուսանողները գնան դաստիարակեն իրանց ուսանողներին, Սորբոնում ստեղծվի մի հատ նոր գիտության միջավայր, որը հետագայում կտա արդյունքներ։ Բայց ում չեն ասելու, որ դա այդ մի գիտնականի աշխատավարձի վերադարձներ եւ շահույթներ։ Ինչպես է մեզ մոտ, հասկանալի, ինչպես է մեզ մոտ եւ ինչպես պետք է լինի այս։ Չգիտեմ մեզ մոտ ինչպես է։ Մենք ունենք մենք ունենք տարբեր համալսարաններ, մենք ունենք գիտությունների ազգային ակադեմիա, մենք ունենք ինստիտուտներ, բայց գիտության նկատմամբ մոտեցում մենք չունենք։ Գիտության նկատմամբ մոտեցում չունենք։ Ակադեմիական քաղաքներ, ինչ որ այլ զարգացած սիլիկոնյան հովիտներ, դա պարզապես ինչ որ խոսակցություններ են, որը իրականության հետ կապ չունեն։ Մենք նայում ենք փաստերին, խնդիրը ինչու՞մ է։ Մենք ունենք ֆիզիկայի ինստիտուտ, ֆիզիկայի ինստիտուտի փոխարեն հիմա տեղում մենք հիմա շենքեր ենք սարքում։ Դա մեկ ուրեմն մենք համարենք, թե ֆիզիկա չունենք։ Մենք ֆիզիկա տեղ չունենք։ Մենք նայում ենք համալսարանում այդպիսի ֆունդամենտալ դիսցիպլինաներում քանի ուսանող մենք ունենք։ Նույն համալսարանում ֆիզիկայի ֆակուլտետում, քիմիական, կենսաբանական, քանի հատ ուսանող ունենք դիմորդ։ Եթե մեր մոտ դիմորդների հետ այդպիսի խնդիր է, մենք գիտության մասին ինչքան է ուզում ենք, մենք ակադեմիական քաղաքների պրոյեկտ անենք, դա մեկը գալու է ինչ-որ անշարժ գույքի պրոյեկտի, շենքեր սարքենք, ծախենք պրոյեկտի։ Այսինքն, եթե մենք նայում ենք փաստերին, մեր մոտ շատ տխուր վիճակ է։ Կոնկրետ փաստերին նայենք, պետք չէ կենաց ակադեմիական քաղաքի նայում ենք ինչ ունենք ֆիզիկայի ինստիտուտը, որը թնդում էր ամբողջ սովետական միությունում, Եվրոպայի ամենամեծ արագացուցիչը ունենք, դեն շատ լավ մի հատ բան էլ խոսացինք այն ժամանակ, ասացինք մենք ունենք Ալիխանյանի արագացուցիչը, բայց դեգրադացվեցինք դեպի Սաշիկի արագաչափերը։ Եկանք դեպի դրան, էլի, դա դեգրադացիան ակնհայտ է, եթե մենք ֆիզիկայի ինստիտուտում արդեն ոչինչ չունենք եւ շենքեր ենք սարքում այդ տարածքում մեկ եւ այդ գիտությունների ֆակուլտետներում քանի ուսանող ունենք։ Դա է փաստը։ Այդ թվերի մասին պիտի խոսանք։ Որպես այսպես ամփոփում դե էլի կենաց է ստացվում, բայց եկեք կենաց ասենք։ Ես խնդրեմ ձեզ այդ կենաց ասեք։ Ինչ է պետք արդյոք այս ուղղությամբ կարող ենք այսպես աչքներս փակել, արձանագրել, ասել կրթության վիճակը շատ վատ է, գիտության վիճակը շատ վատ է եւ այսպես անցնել առաջ։ Թե այնուամենայնիվ պետք է կանգ առնել եւ սկզբունքորեն փոխենք այս իրավիճակը։ Եվ ով դա կարող է անել։ Մարդ, որը հասկանում է առաջինը խնդրեմը։ Որպեսզի խնդրեմը լուծել, այդ պետք է հասկանալ, որ խնդրեմը կա եւ ինչից է բաղկացած այդ խնդրեմը։ Եվ այդ խնդրեմի հետևանքները ամենակարևորը։ Ինքը պիտի ասեմ, որ խնդրեմը լուծենք։ Եթե մենք պիտի հասկանանք, որ կա խնդիր,
Հասկանանք այդ խնդիրը ինչից է առաջացել, որ քայլերից է եկել։ Մենք ունենք լծակներ, մենք ունենք միջոցներ այդ խնդիրը լուծելու։ Պետք է խնդիր դնենք մեր առջև, հասկանանք, որ եթե ինչ է, հետո հասկանանք ինչի է դա մեզ պետք։ Արդյոք մեզ պետք է։ Մենք ունենք պետական այրեր նախարարի մակարդակով, որ ասում են դա մեզ պետք չի, ինչ անենք գիտություն, ինչ պետքա Չինաստանից Ժամանակ եմ կառնենք։ գալիս հարց, հետևանք, Մենք այս ունենք վիճակը նախարարի մակարդակով մարդիկ, որոնք որ ասում են, որ ինչներիս է պետք մեկա Չինաստանը ավելի էժան կարտադրի։ Դա մեր մոտ նախարարի մակարդակով մարդ է ասում։ Երկրորդը նույն նախարարի մակարդակով մարդ ասում է մեզ երաշտական դպրոցները ինչի ֆինանսավորենք, ինչա դա մեզ տալի, որտեղ բայց ասեմ երաշտական դպրոցը երաշտությունը մնացել է միակ բանը, որտեղ Հայաստանը այսօր աշխարհում եւ Եվրոպայում ունի հավասար արդյունքներ, առավելություններ եւ ճանաչում։ Ֆիզիկայի ոլորտում չունի, տնտեսության ոլորտում չունի, բայց օպերայի, դաշնակահար, ջութակահար եւ այլն այդ ոլորտում մենք ունենք։ Ամբողջ Եվրոպայով մեր մարդիկ են, մեր կոնսերվատորիան ավարտած, մեր երաշտական դպրոցները ավարտած։ Գիտության մի մաս հավանենք այդ համարենք այդ երաշտական մասը, բայց մեր մոտ նախարար կա, ասում է դե ինչներիս է պետք երաշտական դպրոցների ուսուցիչներ են, այդ շենքերը կծախենք, տեղը մի հատ կազինո կամ սաունա կսարքենք։ Դա էլ է նախարարի մակարդակով, նո սաունա չասեց, բայց ասեց կարիք չկա բա իրանց ֆինանսավորում ավելացնելու։ Եթե մենք ունենք տես նախարարներ, որոնք որ ղեկավարում են տնտեսական բլոկը եւ ընդհանրապես կառավարությունում տեղ ունեն, ոչ թե, չգիտեմ, միտեղ պարզապես բանվոր են աշխատում, մենք ունենք խնդիր։ Ուրեմն մենք այս դեպքում, այս մարդկանցով երբեք չենք հասկանա թե խնդիրը, թե խնդրի սկզբնապատճառները, թե դրա լուծման հնարավորությունները եւ ակնկալվող արդյունքները։ Հասարակությունը այստեղ անզոր է։ Չէ, հասարակությունը երբեք անզոր չէ։ Պարզապես հասարակությունը շատ իներտ է եւ հասարակությանը դնում են այն վիճակում, որպիսի ինքը չխորանա այդքան, որովհետեւ ինքը մինչեւ այդ ունի լուծելու լիքը ուրիշ հարցեր, որը իրանք այսօրվա գոյության համար ավելի կարեւոր են։ Հասկանում եք, ֆիզիկայի ինստիտուտի խնդիրը կամ երաշտական դպրոցի խնդիրը հասարակության համար առաջի պլանում չի։ Իրանց համար առաջի պլանում ստեղծել են այնքան խնդիրներ, արհեստական, բնական, որ հասարակությունը չի հասնում այն խնդիրներին, որոնք ապահովելու են երկարատև զարգացում։ Աճ բառը ես չեմ սիրում, աճը սիրում է մեր էկոնոմիկայի նախարարը, տոկոսը ամեն օր նստած հաշվում, այսքան աճեցինք, ծորեն կինոյի մեջ Եստիգնեևը երեխաների ճամբարում քաշերն էր հաշվում ամեն օր, ինքը աճ, մենք պետք է նայենք զարգացման մեր բանը։ Իսկ զարգացումը, ել եմ ասում, մի քիչ շեղված զարգացումը դա ֆիզիկայի ինստիտուտն է եւ երաշտական դպրոցը։ Վիրտուալ ասում, բան ասացի, որ դա հենց կոնկրետ դա չէ, բայց դա որպես սիմվոլ որպես մենք ասում ենք, որ մեր զարգացումը դա հենց դրանք են լինելու։ Փոքր երկիրը չի կարող ունենա մեծ արտադրական հնարավորություններ, մեծ արտահանման հնարավորություններ։ Մենք այսօր երաշտական դպրոցները, ելի եմ ասում, մեր ամենալավ համբավը ապահովող երաշտական դպրոցն ու կոնսերվատորիան մեր Հայաստանի ամենալավ համբավը ապահովող ինստիտուտներն են։ Ամենալավ համբավը ապահովող։ Մի հատ ասեք, որ մեր ժող ինստիտուտը ավարտած տնտեսագետը հասել է հաջողության Եվրոպայում։ Ոչ, ժող ինստիտուտ ավարտած ուսանողները այն ժամանակ գնում են, որպեսզի դառնային ինչ-որ բազայի տնօրեն։ Բանջարեղենի բազայի, բայց մեր ցանկացած նայում ենք ցանկացած մարդ, որ հասել է հաջողության Եվրոպայում, դա հենց դրանք են, որ դրանք մեր օպերայի երգիչներն են, ջութակահարներն են, դաշնակահարներն են։ Այսինքն մենք ունենք այն փոքր մասը, որը վերաբերվում է կուլտուրային կամ գիտությանը, դա մենք պետք է զարգացնենք։ Դա մենք պետք է Չէ, զարգացնենք։ գոնե հասկանանք, որ այդ է ուղին, թե չանդադ ասել ինչ էլ մենք արտադրենք Չինաստանը մեկ ավելի էժան կարտադրի, դե ուրեմն պետք է ասել, դե եկեք նախարարություններն է փակենք, ոչինչ չանենք։ Չնայած նրանք կան եւ բարձ չէ ինչ են անում։ Եվ փող են ստանում։ Շնորհակալ եմ, պարոն Խալաթյան, այսօրվա զրույցի համար։ Դուք կարելի ասել խորհրդատվական հաղորդաշար է դառնում, հաղորդում է դառնում ձեզ հետ։ Շնորհակալ եմ այս մեկնաբանությունների համար։ Շնորհակալություն սիրելի հայրենակիցներ։ Խորհրդատվական ընկերության ավագ գործընկեր Լևոն Խալաթյանի հետ էինք զրուցում, զրուցում Արմեն Գայանե Առաքելյանը։ Բարին ընձեզ։